Իմ Աստված, սիրող երկնային Հայր, գալիս եմ քո առջև խաղաղ սրտով ու հավատքով, որովհետև գիտեմ, դու ես այն Աստվածը, ով ճանապարհ է բացում այնտեղ, որտեղ մարդը ոչ մի ելք չի տեսնում։ Երբ կյանքում դռներ են փակվում, երբ թվում է ամեն բան կանգ է առել, երբ հոգնում եմ սպասելուց ու չեմ հասկանում, թե ինչու ոչինչ չի փոխվում, ուզում եմ հիշել, որ դու գործում ես։ Դու երբեք չես ուշանում, և քո ժամանակը միշտ ճիշտ է։ Տեր, այսօր աղոթում եմ, որ դու բացես այն դռները, որոնք քո կամքի մեջ են իմ կյանքի համար։ Եթե կա ճանապարհ, որը դու պատրաստել ես ինձ համար, առաջնորդիր ինձ դեպի այդ ճանապարհը։ Եթե կա մի տեղ, որտեղ պետք է լինեմ, օգնիր ինձ հասնել այնտեղ։ Եթե կա մի հնարավորություն, որ դու ես պատրաստել, թող ոչ ոք չկարողանա փակել այն։ Քո խոսքն ասում է. ահա քո առջև բաց դուռ դրեցի, և ոչ ոք չի կարող այն փակել։ Տեր, ես հավատում եմ այս խոսքին։ Երբ դու ես բացում դուռը, ոչ մի մարդ չի կարող կանգնեցնել այն։ Եվ երբ դու ես փակում դուռը, դա նույնպես սիրուց է, որովհետև դու տեսնում ես այն, ինչը ես չեմ տեսնում։ Հայր իմ, խոստովանում եմ, որ երբեմն շատ եմ տխրել փակ դռների պատճառով։ Եղել են պահեր, երբ մտածել եմ, միգուցե մոռացված եմ, միգուցե երբեք ոչինչ չի փոխվելու, բայց այսօր ուզում եմ վստահել քեզ։ Եթե ինչ-որ բան դեռ տեղի չի ունեցել իմ կյանքում, նշանակում է, որ դու դեռ աշխատում ես այդ իրավիճակի մեջ։ Տեր, օգնիր ինձ չհամեմատել իմ ճանապարհը ուրիշների ճանապարհի հետ։ Սովորեցրու ինձ հիշել, որ յուրաքանչյուր մարդու ժամանակը տարբեր է։ Այն, ինչ դու պատրաստել ես ինձ համար, ճիշտ ժամանակին կլինի։ Հայր, աղոթում եմ աշխատանքի ու ծառայության դռների համար։ Եթե կա այն աշխատանքը, այն տեղը կամ ծառայությունը, որտեղ դու ուզում ես ինձ տեսնել, բացիր այդ ճանապարհը։ Տուր ինձ իմաստություն, որ հասկանամ, թե որ դուռն է քեզանից և որը քեզանից չէ։ Օգնիր ինձ չշտապել ու չմտնել այնպիսի ճանապարհների ու գործերի մեջ, որոնք հետո կցավեցնեն ինձ։ Տեր, աղոթում եմ նաև հարաբերությունների համար։ Եթե իմ կյանքում կան մարդիկ, որոնց դու ես բերել, օրհնիր այդ հարաբերությունները, թող դրանք լինեն խաղաղությամբ, հարգանքով և սիրով լցված։ Իսկ եթե կան կապեր, որոնք ինձ հեռացնում են քեզնից կամ խլում են իմ խաղաղությունը, տուր ինձ ուժ թողնելու դրանք։ Հայր իմ, աղոթում եմ նաև իմ սրտի փակ դռների համար։ Երբեմն ես փակվել եմ մարդկանցից, որովհետև վիրավորվել եմ։ Երբեմն չեմ վստահել, որովհետև վախեցել եմ նորից ցավ ապրելուց։ Բայց ես չեմ ուզում ապրել փակ սրտով։ Բուժիր ինձ, Տեր։ Քանդիր այն պատերը, որոնք տարիների ընթացքում կառուցվել են իմ ներսում։ Տեր, բացիր իմ հոգևոր աչքերը, որպեսզի կարողանամ տեսնել քո առաջնորդությունը։ Շատ անգամ մարդը չի նկատում այն հնարավորությունները, որոնք Աստված դնում է իր առջև, որովհետև կենտրոնացած է իր վախերի վրա։ Օգնիր ինձ չապրել միայն զգացմունքներով, այլ առաջնորդվել հավատքով։ Հայր, երբեմն փակ դռները հոգնեցնում են ինձ։ Երկար սպասելը դժվար է լինում։ Մարդը սկսում է մտածել, թե ոչինչ չի փոխվելու, բայց հենց այդ պահերին հիշեցրու ինձ, որ դու լուռ ժամանակներում էլ գործում ես։ Թեկուզ ես հիմա ոչինչ չտեսնեմ, դու արդեն ճանապարհ ես պատրաստում ինձ համար։ Տեր, քո խոսքն ասում է. խնդրեք և ձեզ պիտի տրվի, փնտրեք և պիտի գտնեք, թակեք և ձեզ պիտի բացվի։ Այսօր ես թակում եմ հավատքով, թող իմ սիրտը չհոգնի սպասելուց, թող ես շարունակեմ վստահել քեզ, նույնիսկ երբ պատասխանը դեռ չեմ տեսնում։ Հայր իմ, եթե իմ կյանքում կան դռներ, որոնք դու ես փակել, օգնիր ինձ չբարկանալ դրա պատճառով։ Երբեմն ես չեմ հասկանում, թե ինչու ինչ-որ բան չստացվեց, ինչու մի ճանապարհ փակվեց և ինչու մի հնարավորություն կորավ։ Բայց հետո հասկանում եմ, որ դու ինձ պահել ես ավելի մեծ ցավից։ Շնորհակալ եմ նաև այն դռների համար, որոնք փակվել են իմ բարօրության համար։ Տեր, աղոթում եմ նոր սկզբի համար։ Այնտեղ, որտեղ երկար ժամանակ ոչինչ չի փոխվել, թող նոր կյանք գա։ Այնտեղ, որտեղ հույսը մարել է, թող նոր հույս ծնվի։ Այնտեղ, որտեղ ես հոգնել եմ պայքարելուց, թող քո ուժը նորից բարձրացնի ինձ։ Հայր, աղոթում եմ նաև ֆինանսական օրհնության համար։ Դու գիտես իմ կարիքները,
պատասխանատվությունները եւ անհանգստությունները։ Բացիր այն դռները, որոնք կայունություն եւ խաղաղություն կբերեն իմ կյանք։ Բայց նաեւ պահիր իմ սիրտը, որպեսզի նյութական բաները երբեք քո տեղը չզբաղեցնեն իմ կյանքում։ Տեր, օգնիր ինձ ճիշտ որոշումներ կայացնել։ Երբեմն մարդը կարող է շփոթել իր ցանկությունները քո կամքի հետ, բայց ես ուզում եմ քայլել այն ճանապարհով, որը դու ես պատրաստել ինձ համար։ Եթե նույնիսկ այդ ճանապարհը հեշտ չէ, ես ուզում եմ վստահել, որ այն լավագույնն է ինձ համար։ Հայր իմ, տուր ինձ համբերություն սպասելու ժամանակ։ Շատ անգամ ես ուզում եմ ամեն բան արագ լինի, բայց դու սովորեցնում ես ինձ վստահել քո ընթացքին։ Թող ես չկորցնեմ խաղաղությունս սպասելու տարիների մեջ։ Տեր, եթե կա մի դուռ, որի առջև ես երկար ժամանակ կանգնած եմ եւ որը չի բացվում, օգնիր ինձ հասկանալ, որ գուցե դու ինձ ուրիշ ուղղությամբ ես առաջնորդում։ Օգնիր ինձ չկառչել այն բաներից, որոնք դու չես նախատեսել ինձ համար։ Հայր, բացիր նաեւ խաղաղության դռները իմ սրտում։ Երբ հոգնած եմ, անհանգիստ եմ կամ ծանրաբեռնված, թող քո ներկայությունը հանգստացնի ինձ։ Թող իմ ներսում լինի վստահություն, որ ամեն բան քո ձեռքերում է։ Տեր, բացիր նաև ուրախության դռները։ Երբեմն կյանքի հոգսերը խլում են ուրախությունը մարդու սրտից, բայց ես չեմ ուզում ապրել միայն ծանրությամբ։ Թող քո ուրախությունը նորից լցնի իմ սիրտը։ Հայր իմ, բեր իմ կյանք ճիշտ մարդկանց, մարդիկ, ովքեր կքաջալերեն ինձ, կաղոթեն ինձ համար եւ կօգնեն ինձ աճել։ Հեռացրու այն մարդկանց, ովքեր մշտապես խլում են իմ խաղաղությունը եւ հեռացնում են ինձ քեզնից։ Տեր, աղոթում եմ նաև իմ ընտանիքի համար, բացիր այն դռները, որոնք ոչ մի մարդ չի կարող բացել։ Հայր, ես ուզում եմ սովորել վստահել քեզ ամբողջ սրտով, ոչ թե միայն այն ժամանակ, երբ ամեն բան լավ է, այլ նաև այն ժամանակ, երբ ոչինչ չեմ հասկանում։ Օգնիր ինձ ապրել հավատքով եւ ոչ թե միայն տեսածով։ Ես հավատում եմ, որ դու հրաշքներ գործող Աստված ես։ Դու կարող ես մեկ օրում փոխել այն, ինչը տարիներով անփոփոխ է եղել։ Դու կարող ես պատասխան տալ այն աղոթքներին, որոնց համար ես երկար եմ սպասել։ Այսօր ես հանձնում եմ քեզ իմ ճանապարհները, սպասումները եւ ապագան։ Բացիր այն դռները, որոնք քո կամքի մեջ են։ Փակիր այն դռները, որոնք ինձ վնաս կբերեն։ Եվ առաջնորդիր ինձ այն ճանապարհով, որը պատրաստել ես ինձ համար։ Շնորհակալ եմ, Տեր, որովհետև դու լսում ես ինձ։ Շնորհակալ եմ, որովհետև երբեք չես ուշանում։ Շնորհակալ եմ, որովհետև իմ կյանքը քո ձեռքերում ապահով է։ Այս աղոթքը բարձրացրեցի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։